Մեր հարևան Իրանում աննախադեպ երաշտ է։ Իշխանությունը հորդորում է ձգել գոտիներն ու պատրաստվել վատագույն սցենարին՝ Թեհրանը լքելուն։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը զգուշացրել է Թեհրանի հնարավոր տարհանման մասին։ Իրանը բախվում է բնական մարտահրավերների, տեղումների դիֆիցիտի եւ ջրային ռեսուրսների սպառման, որոնք լի են լուրջ հետևանքներով։ Եթե մոտ ապագայում անձրև չգա, մենք ստիպված կլինենք Թեհրանում ջրի խիստ սահմանափակումներ մտցնել։ Իսկ եթե տեղումները այդպես էլ չլինեն, պաշարները կսպառվեն եւ մենք ստիպված կլինենք լքել քաղաքը։ Բնակչության թվով երկրորդ քաղաքը հյուսիսարևելյան Մաշհադը սնուցող ամբարտակներում 3%-ից էլ քիչ ջուր է մնացել։ Մայրաքաղաքում եւս խմելու ջուր մատակարարող 5 խոշոր ջրամբարներից մեկը դատարկ է։ Մյուսը հզորության 8%-ից պակաս, ասում են պաշտոնյաները։ Իսկ Մեջլիսի նախկին падգամավորի խոսքով խնդրի արմատները շատ խորն են եւ վաղուց կան։ Իսկ ինչն է դարձել խնդրի վատ թարացման պատճառը։ Բայց այն ինչ որ դժվարությունն էր ստորես հաստատել, այն է որ Իրանի գյուղատնտեսական մոդելը այն մոդելն է եղել, որ միշտ ջրատար է եղել եւ համապատասխան կառավարման եւ տնօրինման միջոցները չեն կարողացել գործունակ կերպով գործադրել եւ ինչու՞ չէ քաղաքների որոշորեն մեծանալը, արտոնապերական օբյեկտներին ոչ ճիշտ տեղաբաշխումը, սրանք բոլորը մեկ խոսքով ձեռքի են տվել եւ այս գործընթացն են առաջացրել։ Պաշտոնական Թեհրանը պլանավորում է մայրաքաղաքում պարբերաբար կրճատել ջրի մատակարարումը։ Էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին համոզված է, որ սա կկանխի ջրի վատնումը, նույնիսկ եթե դա որոշակի անհարմարություններ առաջացնի։ Տեղական մի քանի լրատվամիջոցներ հաղորդել են, որ ավելի քան 10 միլիոն բնակչություն ունեցող մեգապոլիսում գիշերներն արդեն սկսել են կրճատումները։ Մայրաքաղաքում խնդիրը լուրջ է, երաշտին միանում է նաև օդի աղտոտվածության խնդիրը։ 18 միլիոն բնակչություն ունեցող քաղաքում ջրի խնդիրն արդեն սկսել էր անհանգստացնել մարդկանց։ Թեհրանում նաև վերջի ամիսներին հաճախ կեսգիշերին մինչև մոտ լուսաբաց գրեթե ջուրի ճնշումը 0-ի էր հասնում կամ շատ մինիմումի, որովհետև հիմնական պատճառը այն է, որ ըստ երևույթին Թեհրանի ջրամատակարարման ցանցը առավել քան 30-40% ջրի վատնում ունի։ Երաշտի հետևանքները կզգա նաև տարածաշրջանը, համոզված է Բեգլարյանը։ Թեհրանի նման մեգապոլիսի տարհանումը թեկուզ ժամանակավոր լուրջ խնդիրներ է առաջացնելու։ Նկատի առնենք, թե ինչ ահռելի կապիտալ է կուտակված Թեհրանում, թե մարդկային առումով, թե տնտեսական ու նյութական, եւ սրանց ամենի անգործունակությունը ինչ դժվարություններ կառաջացնի թե Իրանի տնտեսության վրա եւ թե պահանջարկը եւ գների աճման հիման վրա, սրանք բոլորը իսկապես կանխատեսել ինձ թվում է ինքնին լուրջ թեմա է։ Իրանը բախվում է տասնամյակների ընթացքում ամենածանր երաշտներից մեկին, դրան գումարվում է բողոքի ալիքը։ Ռեֆորմիստական Էթեմադ թերթը պնդում է, որ ճգնաժամը սկսվել է կարևոր հաստատություններում անորակ կառավարիչների նշանակման պատճառով։ Հասարակությունը դժգոհ է, իշխանությունը խոսում է իրադարձությունների հնարավոր զարգացումների մասին, մինչդեռ նրանք պիտի լինեին լուծում առաջարկողը։ Գառնի Մութաֆյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am